Պարոն Մարգարյան, Իրանում բողոքի ցույցերը ժամ առ ժամ նոր թափ են ստանում, ցույցերը ուղեկցվում են նաև անկարգություններով, որքան էլ տարօրինակ հնչի, այրում են Իրանի դրոշը, Ղուրանը, ինչպես նաև մզկիթներ են այրում, եւ այսպես շարունակ մի կողմից էլ ուժայիններն են ուժ ցուցաբերում, որպեսզի ցրեն ցույցերը, բայց միևնույն ժամանակ մի քանի օրվա համեմատ ցույցերի ուժգնությունը որոշակի չափով նվազել է։ Ինչ է կարծում, ինչ կանխատեսումներ եք անում ցույցերի մասով, արդյոք ցուցարարները ինչ ցանկությամբ որ դուրս են եկել փողոց, կարող են հաջողել։ Տեղեկատվություն, ինչ որ դուք նշեցիք, ամեն դեպքում տարածվում է, բայց հիմա դրանց իսկությունը որքան կարելի է ստուգել, քանի որ դրանք հիմնականում այս պահին տեղեկատվությունը, որ գալիս է, միակ աղբյուրը իշխանական շրջանակներն են, բնականաբար միակողմանի վերջնաշով տեղեկատվություն կա, մի քիչ այդպես ստուգելը դժվար է լինում։ Հիմա Ղուրան այրելը ես չեմ կարծում այդպիսի բան տեղի ունեցած լինի, դրոշի այրել որոշ տեղերում, ասենք գործող դրոշի փոխարինում նա եղել, ասենք նախկին դրոշի հետ, որ Իրան ունեցել է, այդ ամեն դեպքում դա բողոքի ցույցեր է եղել, որի այդպես հիմքում Իրանի նախկին շահի որդին այդպես ասած առաջորդում աշխարհում եւ բնականաբար այդպես վերադարձ դեպի անցյալին ինչ որ այդպես ցկտում այդտեղ կա, բայց շենքերի այրում բան այդպես բաներ տեղի ունեցել են, որքան տեղյակ ենք, դա կատարվել է հիմնականում պետական հիմնարկներ են եղել, որոնք հրկիզվել են։ Ամեն դեպքում նման անհանդարտություններ միշտ է լինում են, բողոքի ցույցեր, եթե կա վերջնաշվով, եթե պատասխան չի ստացվում, ամեն դեպքում լինում են հնարավորինս ասած տարեր գործող ովքեր ասած ներդրվելով կամ մտնելով ցուցարարների շարքերը փորձում են դա դեպի անհանդարտություն տանել, դրանից ինչ որ նպատակներ են հետապնդում։ Ամեն դեպքում նման երևույթներ ցավալիորեն հավանաբար եղել է, բայց այն որ իրականության մեջ արդարացի ինչ որ բողոք կա ժողովրդի մոտ, ինչ որ պահանջներ կան, որոնց հիմքում արդար խնդիրներ են, դա չի կարելի հերքել, այսինքն այնպես էլ միանշանակ չի կարելի ասել, որ սա ուղղակիորեն դրսից հրահրված, այդպես ասած, բողոքի ակցիաներ են։ Դրա հիմքում շատ հստակ կերպով երկրում տիրող տնտեսական վիճակն է, հասարակական իրավիճակն է, որը գրեթե արդեն անտանելի իրավիճակ է ստեղծել, հատկապես պատժամիջոցների արդյունքում տնտեսական վիճակը, որը ստեղծվել է Իրանում, վերջնաշվով դրամի ազգային արժույթի արժեզրկումը օր շատ լուրջ խնդիրներ է ստեղծել։ Ներկա իրավիճակը էս է, բայց ասում եմ ամեն դեպքում վերջի տեղեկությունները հնարավոր չի լինում ստուգել, գիտեք արդեն շուրջ 3 օր որ ինտերնետ կապը լրիվորեն անջատված է Իրանում, դեպի դուրս հեռախոսային կապի հաստատում հնարավոր չի, նույնիսկ ներսում որքան ես տեղյակ եմ կարճ հաղորդագրություններ փոխանցելու խնդիր կա, մի շարք ինքնիներից կարողացան այնտեղից որոշ տեղերում թեթև կապ հնարավորություն կա ստեղծել ինտերնետից հետ են կապվում, խնդրում էին, որ այստեղ իրենց բարեկամների համարներ են տալիս կապվեն եւ փոխանցեն, որ իրենք անվտանգ է, ոչ թե խնդիր չկա։ Ամեն դեպքում այդպիսի շատ սահմանափակ տեղեկատվությունը այս պահին փոխանցվում։ Այն որ դուք նշեցիք, մասամբ թուլացել է, հավանաբար այդպես կարող ենք ասել այդպես, քանի որ եթե առաջի 2 օրը որ շատ մեծ թափ ստացավ հինգշաբթի եւ ուրբաթ երեկոյան, քանի որ ասենք նախկին շահի որդին Ռեզա Փահլավին ժողովրդին կոչ էր արել դուրս գալ, այն ժամանակ կապի հնարավորություն կար ինտերնետի, բնականաբար այդ կոչը տեղ էր հասել, ժողովուրդը հնարավորություն էր կազմակերպելու փողոց դուրս գալու եւ առաջի 2 օրերը չափազանց մեծ թափով դա տեղի ունեցավ հինգշաբթի եւ ուրբաթ, բայց հետո ինտերնետի կապի անջատվելով բնականաբար այդ ուղերձները դրսից դժվար է հասնում ներս, նաև ներսից կապի ստեղծումը, այդպես ասած կազմակերպվածությունը դժվար է։ Բայց ամեն դեպքում բողոքի ակցիաները շարունակվում են, այնպես չի որ մարել են եւ այնպես էլ չի որ ասենք փողոցները ողողված են ժողովրդով, միլիոնավոր մարդիկ կամ փողոցներում ցույցեր են անում, բայց ամեն դեպքում խնդիր կա, այսինքն չի կարելի ճխտել, որ ամեն դեպքում լուրջ խնդիրներ կան, որտեղ եթե կապը անջատված է պահում իշխանությունները, եթե փորձում են ամեն կերպ այդպես ասած իրավիճակ վերահսկողության տակ մայել, այդպես տեղեկատվությամբ նշանակում ամեն դեպքում ինչ-որ խնդիրներ առայժմ շարունակում են մնալ։ Իրանի նախագահը ասել էր, որ իրենք ուշիուշով կհետևեն ու աչալուրջ կլինեն ցույցերի ժամանակ հնչած այդ բողոքներին ու միանգամից շուտապույտ լուծում կտրվի, բայց միևնույն ժամանակ ասել էր, որ հիմնականում այդ ջարդարարները, այսպես ասած, դրսի ուժերից հովանավորողներն են, հիմնականում կարծում ենք, որ նկատի ունի Իսրայելին եւ Ամերիկան։
Ամերիկային։ Մյուս կողմից էլ նախագահ Թրամփը բազմիցս արդեն մի 3-4 անգամ հայտարարել է, որ եթե Իրանի իշխանությունները ուժ կիրառեն խաղաղ ցուցարարների նկատմամբ, Վաշինգտոնը չի լռի։ Այս ամենը, ինչպես ենք հասկանում, մի կողմից խոսք է գնում, որ իրենք ուղակի հետևում են իրադարձությունների զարգացմանը, նույն Նեթանյահուն 3 հայտարարեց, մյուս կողմից Թրամփը արդեն 3-4 անգամ ասում է, որ եթե իրադարձությունները այնպես ծավալվեն, որ ուժ կիրառվի, բռնի ուժ կիրառվի ցույցերը ցրելու համար, ապա Թեհրանին ուղիղ հարված կտրվի։ Երկու կողմից հայտարարությունները հնչել են նախ Իրանի հայտարարությանը վերադառնամ, այսինքն Իրանի նախագահի, որ դա Միացյալ Նահանգների կողմից կամ Իսրայելի կողմից այդպես գործակալների ցանցի աշխատանքի արդյունք է համարվում։ Ես չեմ կարծում այդպես միանշանակ կարելի է այդպես գնահատել ամեն ինչ, այսինքն ասել, որ միանշանակ դրսից հրահրված շարժում է։ Քիչ առաջ էլ ասեցի, ես մի հատ համեմատություն եմ ուզում անցկացնել, որպեսզի պարզ դառնա, որ այդպես էլ չի, որ ժողովուրդը դրսից եկած այդպես ասած կոչերի արդյունքում է, որ ոտքի է կանգնել։ Օրինակի համար, եթե հիշեք, ամռանը ռազմական գործողություններ իրականացվեցին Իրանի դեմ, Իսրայելի կողմից, Միացյալ Նահանգների դեմ, միակողմից։ Շատերը ենթադրում էին, որ օրինակի համար այդ բողոքի ալիքը, որ կա, ամեն դեպքում սա նորություն չի, այսինքն այդ դժվարությունները, որ կան, այսօր չեն ցանկել, վաղուց անգորություն ունի հասարակության մեջ Իրանինը։ Եթե իսկապես այդպեսին լիներ, այսինքն այն հարվածները, որ սկսեց Իսրայելը հասնել կամ Միացյալ Նահանգները հասնել Իրանին, այդ ժամանակ ժողովուրդը եթե ոտքի կանգներ, շատ հեշտ կարելի էր խնդիր, հավանաբար այնտեղ շատ ավելի լուրջ խնդիրներ կստեղծվեին Իրանի համար։ Բայց տեսանք այդ պահին ժողովուրդը այդպես ասած չհամագործակցեց, այդպես ասած չփորձեց այդպես ասած այդ հարցակումների առիթը օգտագործել ներքին շարժում ձևավորելու համար եւ հակառակ բոլոր ենթադրություններին ժողովուրդը չեմ ուզում ասել կանգնեց իշխանությունների կողքին ամռանը, բայց ամեն կերպ այդ առիթը չշարաշահեց իր ներքին խնդիրները իշխանությունների հետ լուծելու համար եւ տեսանք որ ժողովուրդը ամեն կերպով համախմբվածություն ստեղծվեց ժողովրդի մեջ մի տեսակ ընդդեմ այդ հարցակումների, որ իրականացվեցին, բայց այսօր տեսնում ենք որ ժողովուրդն է իրապես այդ բողոքի ալիքը ծավալել եւ հիմա երկրորդ փուլում է դուրսից այդ գործողություն հովանավորությունը աջակցությունը ցուցաբերվում։ Ես ուզում եմ տարբերությունը զգացվի, որ ինչով են տարբերվում, այսինքն կարող է այնտեղ այդ իրավիճակը ստեղծվել։ Բայց ինչ որ Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից հնչել Թրամփը շատ հստակ կերպով ասել էր, որ ժողովրդի դեմ ու բռնի ուժ կիրառել իր համար կարմիր գիծը եւ եթե այդ կարմիր գիծը հատվի Միացյալ Նահանգները շատ խիստ կարձականքի, դա մի քանի անգամ հայտարարել է այդ մասին եւ Թրամփի բնավորություն իմանով կարծում եմ արդեն բոլորս էլ եկել ենք ան եզրակացության, որ եթե մի բան ասում է, ամեն դեպքում մի բան անելու է, բայց հիմա ինչ է անելու, դա կարևոր է որ հասկանանք։ Քիչ առաջ այսօր երեկոյան էր, թե չեմ սխալվում, մի կարծրացույց անեցել Թրամփը, այնտեղ ասել է, որ Իրանի իշխանությունների կողմից ինձ հետ կապվել են, այսինքն Միացյալ Նահանգների հետ կապ են հաստատել, հիմա ուղղակի տան ուղղակին չգիտեմ եւ բանակցության առաջարկ են ներկայացել միջուկային հարցով, որ իբր Միացյալ Նահանգները իր աջակցությունը վերցնի, չհովանավորի եւ իրենք խոստանում են, որ կան միջուկային հարցով նստեն բանակցեն Միացյալ Նահանգների հետ։ Իհարկե Թրամփն ասաց, որ ամեն դեպքում հարվածը որտեվ կարմիր գիծը հատվել այդ հարվածը այդ արձագանքը պետք է լինի եւ եթե չեմ սխալվում վաղ այսինքն երեքշաբթի Երևանի ժամանակով երեքշաբթի օրը Թրամփը որոշել է որ իր պես ասած նախարարների հետ քննարկի ռազմական գործողություն ինչպեսի գործողություններ են իրենց պատկերացնում։ Իհարկե ես չեմ կարծում այնպեսի գործողություն որ ասենք Վենեսուելայի դեպքում տեղի ունեցավ Իրանի դեպքում հնարավոր է դա իրականացնել, որտեվ Իրանը ամեն դեպքում մեծ երկիր է, այդքան հեշտ չի նման գործողություն իրականացնել։ Հիմա կարելի է այդ գործողությունները լինի, ասենք ամռան այդ հրթիռակոծումների նման ինչ-որ բան կամ գուցե ինչ-որ այդպես ասած ավելի ոչ ռազմական քայլ, այլ այդպես մի տեսակ ոչ ռազմական ուղերձներ հղել Իրանին եւ Իրանի այդպես ասած մի տեսակ լուրջ խնդիրներ ստեղծել։ Օրինակ ես ճիշտ գիտեմ, օրինակ Ռեզա Փահլավիի հետ հանդիպել, նրան հրավիրել Սպիտակ տուն, նրան լեգիտիմացնել որպես ընդդիմադիր մի տեսակ այդպես լուրջ խնդիրներ ստեղծել Իրանի համար նաեւ միջազգային առումով։ Հիմա կարծում եմ պիտի սպասենք տեսնենք Թրամփի քայլերը ինչ ա լինելու, բայց ամեն դեպքում ասում եմ նկատի առնելով այնպես չի որ Թրամփը այսինքն հիմա ասելու է դե լավ խնդիրը փակվեց, ես չեմ ինչ որ բան անելու, ամեն դեպքում ինչ որ քայլ կլինի, բայց դե ինչ ա լինելու հիմա մի քիչ դժվար է այդպես կանխատեսում անել։ Եվ Փահլավին կոչ էր արել Իսլամական Հանրապետության ուժային կառույցներին վայր դնել զենքերը։ Իսլամական Հանրապետությունը տապալելու համար նա հայտարարել է ազգային ապստամբության նոր փուլի մեկնարկի մասին։ Իսլամական այս կառույցին արդյոք կարող է Փահլավին տապալել նման հեռանկար դուք տեսնում եք, թե ոչ։ Արդյոք իշխանությունները տեղի կտան ու կզիջեն։
Նախ ես ասեմ, խոսել եմ դրա մասին, ձեր դետերից էլ կրկնեմ, Ռեզա Փահլավին անհատականությամբ մեկը չի, որ կարողանա, այսինքն գոնե ես չեմ տեսնում իրեն որպես Իրանի ղեկավարի դերում, այսինքն անհատականությամբ այդ կարողությունը չեմ կարծում ունի այս պահին, որ կարողանա մի նման երկիր միանգամից գալ եւ երկիրը ղեկավարի։ Ես կարծում եմ իրեն խաղակարգը օգտագործում են ժողովրդին փողոց դուրս հանելու ինչ-որ ճնշումներ գործադրելու համար, բայց բանակի միանալը Իրանինը ես չեմ բացառում ինչ-որ փուլում դա տեղի ունենա, հիմա որտեվ ես իսլամական հեղափոխությունը մասամբ տեսել եմ, հետևել եմ այն ժամանակ, շատ ավելի փոքր տարիքում էի այդ հեղափոխից հետևում էի ամեն դեպքում, հետո էլ շատ եմ կարդացել այդ մասին, հեղափոխությունն էլ օրինակ Իրանին եւ տեղին ունեցավ 79 թվականից, այնց 46 տարի առաջ, այնպես չէր որ փողոցում միլիոնավոր, այդպես ասած ամենօրյա միլիոնավոր ցույցեր էին, ցույցեր կային, փողոքի բախումներ լինում, հենց այդ մասշտաբով որ այսօր է տեղի ունենում, բայց հեղափոխությունը հաղթանակեց այն պահին, երբ բանակը չեզոքություն հայտարարեց, չհամագործակցեց օրվա իշխանությունների հետ եւ միացավ ժողովրդին, այսինքն այն պահին, որ բանակը միանա, կարելի ասել, որ այս շարժումը իր նպատակին հասել է։ Եվ եթե նման բան տեղի ունենա, ասենք Իրանում, բանակը հայտարարի, որ ինքը օրինակի համար չի հրահանգներ կատարում եւ կանգնում է ժողովրդի կողքին, դա հնարավոր է։ Ինչու եմ ասում, սա այնքան էլ աներևակայելի սցենար չի, որտեղ ես կարծում եմ հենց Իրանի ներսում նաև կան մարդիկ, ովքեր զգում են, որ այս իրավիճակը անդառնալի է դառնալու, վերջին հաշվով այնպես էլ չի, որ հիմա Իրանը կարող է վերադառնա մինչև մի քանի օր առաջվա տեղի ունեցած իրավիճակին, ամեն դեպքում շատ բան է փոխվում Իրանում ցանկացած շարժում, որ իրականացվում, այսինքն 2022 թվականին էր, որ կանանց շարժումը ձևավորվեց այնտեղ, եթե հիմա նայեք Իրանը լրիվորեն փոփոխվել այդ շարժումից հետո, այսինքն լրիվորեն մենք այլ Իրան ենք տեսնում հատկապես կանանց հարցերով, շատեր ովքեր գնացել են կվկայեն նախքան այդ շարժումն են գնացել, հետո են գնացել, լրիվորեն մեկ այլ Իրան կարող են տեսնել հիմա։ Վստահ եղեք, որ այս շարժումից հետո էլ այդպիսին մի բան է լինելու Իրանում, եւ ես չեմ բացառում, որ ինչ որ խավ հենց ներքին Իրանում գալով են գիտակցության եզրակացության, որ այս իրավիճակի շարունակելը կարող է հանգեցնել ողջ համակարգի փլուզմանը, ինչու զճումների գնալով փորձեն հենց իրենք ներսում ինչ որ կերպով փոփոխությունների գնալ, հիմա գուցե բանակը չեզոքություն հայտարարի, բանակը կանգնի ժողովրդի կողքին, այդպիսով օգնի, որպեսզի այդպես ասած իրավիճակը շատ չսրվի, շատ այդպես ասած լուրջ խնդիրներ չառաջանան, ամեն դեպքում հնարավոր լինի համակարգը պահել։ Բայց ասում եմ փոխանցենք բոլոր կանխատեսումներ են, ասում եմ պետք է սպասել առաջիկա օրերին, տեսնենք ինչպեսի թափ հաստանում կապերը հաստատի, մի քիչ ավելի հստակ տեղեկություն կա, բայց ցավալի բանն այն է, որ ցավոք սրտի ժողովուրդը տուժում է, հիմա հաստատուկ գիտեք, որ մեր համայնքից հայկական համայնքից զոհեր են եղել արդեն, գոնե մեկ զոհի մասին շատ հստակ անունով արդեն հիշատակված է թե ով է, ինտեղեկությունների համաձայն ինձ փոխանցեցին շատ կարճ կապի ընթացքում 4 ծանր վիրավորներ այս պահին ունենք հիվանդանոցում, սրանք այն թիվերն են, որոնք այսինքն դիմել են ամեն դեպքում օգնության համար եւ նրանց մասին տեղեկատվություն կա, եթե մարդիկ էլ կան, ովքեր վիրավորվել են կամ զոհեր կան, որոնք օգնության չեն դիմել, հիմա տեղյակ չենք, առնվազն սա նվազագույն թիվն է ունենք, 1 զոհ եւ 4 վիրավորներ, որ այս պահին գոյություն ունեն։